Այսօր տիրոջ ընթրիք ենք մենք պատրաստվում միասին անցկացնելու։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա։ Քանի ավետարան կա Աստվածաշնչում։ 4։ Ես մի հատ գիտեմ, բայց 4-ը կասեք որոնք են։ Այդ ավետարանից, ավետարանից։ Մարկոսի ավետարան, Հովհաննեսի ավետարան։ Քանի ավետարան եղավ։ Հովհաննեսի 4։ Ավետարանը մի հատ է, դրել են 4։ Դրանք տարբեր բաներ են, ժորդ ես։ Ավետարանս նրա, ավետարանս։ Ասենք ավետարանը նրա տեսանկյունից, բայց դա մի հատ է, չէ՞։ Ավետարանը մի հատ է։ Գրողներն են 4, ժորդ միշտ հիշեք։ Մեկ հրարող հարց է կարամ տամ, ձեզ շփոթեցնելու համար։ Բայց դավեր շփոթեցինք։ Շատ բարի։ Եղավ 4 ավետարանիչներն են։ Ավետարանում հետաքրքիր նկարագրում են իրադարձությունը, որ տեղի ունեցավ խաչելությունից առաջ։ Մի կարևոր փաստ, որ արձանագրենք 4 ավետարանիչներն են, դա հիշատակում են այդ իրադարձությունը։ Սա մի կարևոր բան է մեզ ասում, որ ուրեմն դա կարևոր իրադարձություն է, որ բոլորի ուշադրությունն են գրավել։ Նախ կարդանք, սկսենք Մատթեոսից։ Ես որոշել եմ ձեզ ներկայացնեմ բոլոր ավետարաններում, թե ով ինչի վրա է ուշադրություն դարձնում։ Այսօր կսկսենք Մատթեոսից, իսկ սկզբից ոնց որ Մատթեոսն է գրվել, Մատթեոսը չի գրվել, Մարկոսն է գրվել, բայց սկզբից քանի որ Մատթեոսի ավետարանն է, մենք անդրադառնանք Մատթեոսի ավետարանից։ Ուրեմն բացեք Մատթեոս ավետարան 26 գլուխ։ Մատթեոս ավետարան 26 գլուխ 17-ից 20 համարները։ Բացեք օգտագործեք ձեր աստվածաշնչերը։ Մատթեոս ավետարան 26 գլուխ այո, կարդանք 17 համարից։ Երբ բաղարջակերած առաջի օրը աշակերտները Հիսուսի մոտ եկան եւ ասացին նրան. որտեղ ես կամենում, որ քեզ համար զատիկը պատրաստենք ուտելու։ Նայել ասեց. գնացեք քաղաքը այսինչի մոտ եւ ասացեք նրան, վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտ է, քեզ մոտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ։ Եվ աշակերտները արին ինչպես Հիսուսը հրամայեց նրանց, եւ զատիկը պատրաստեցին։ Երբ որ իրիկուն եղավ, 12-ի հետ սեղան նստեց։ Նախ եկեք մի կարևոր բան կա այստեղ, որ երբեմն մենք բաց ենք թողում։ Հիմա զատիկա թե բաղարջակերած տոնը։ Բաղարջակերած տոնը, դա զատիկը գտեն։ Զատիկներ առաջ թե բաղարջակերած տոնը։ Բաղարջակերած։ Դրանք տարբեր բաներ են, թե նույն բանն է դա։ Բաղարջակերած, դա մինչև զատիկը։ Զատիկի ժամանակ բաղարջ ուտում են, բայց բաղարջի տոներ դա կոչվում թե զատիկ։ Բայց չի ասում բաղարջակերած առաջի օրը մոտ։ Որովհետև բաղարջակերած տոնը մի օր չի։ Ահա։ 7 օր։ Դորերի ընթացքում վերջում զատիկ։ Որպեսզի ձեր հիշողությունները մի քիչ թարմացնենք, ուրա հերթացած 23 գլուխը կկարդակ տան։ Դրանք տարբեր տոներ են, բաղարջակերած տոնը, այլ տոնը, թեև զատիկի ժամանակին էին բաղարջ ուտում, բան չունեմ ասելու, զատիկից հետո են բաղարջ ուտում, որից հետո սկսվում է բաղարջակերած տոնը, կանը կարդացեք, դրանք տարբեր տոներ են։ Ինչու ես, բայց չի ասում զատիկ, որ բաղարջակերած ասում, այդ ասպա զատիկը որտեղ պատրաստեք, ինչի միավորում ես երկուսը։ 23 տաները կարդակ, հիմա դա պետք չի։ Հա։ Դե բաղարջակերածը սկսվում է վերջում զատիկ է։ Ուրեմն, նախ եւ առաջ դիք սկզբից փորձենք պարզել, երբ սկսեցին տոնել զատիկը։ Եգիպտոսից դուրս գալու նախորդ։ Ահա, շատ բարի։ Եթե դուք նկատել եք Աստվածաշնչում, ես մատներով կարող հաշվեմ նորմալ զատիկ, որ Աստծո ժողովուրդ հավելում է։ Եգիպտոսից մինչև այսօր քանի տարի անց է։ Նու Մատթեոս ավետարանի այս պահը որ գրում։ Դուք ցենք 0 թիվն այս պահին։
մոտավորապես անցել է, 40 տարի բայց 400 տարի Եգիպտոս, այնտեղ մոռացան դրա մասին, դուրս գալու պայծ եք մենք հաշվենք, դա մոտավորապես 1300 թվականն է, ասենք 1300 տարի անցել է, մատների վրա մենք կարանք հաշվենք, ես գոնե մի 3-4 հատ կարամ ասեմ, նորմալ զատիկ, ինչպես Աստված ասել է, այդպես է նշել, մնացածը նորմալ զատիկ չեն նշել, այսինքն առաջինը նորմալ զատիկ նշել է դա Եգիպտոսում, հետո Եգիպտոսից հետո դուրս են գալիս 40 տարի անապատում, թափարում, որից հետո ինչ է սկսվում անապատից հետո, անապատից հետո, նո մտան, հետո ինչ եղավ, դատավորների ժամանակ ինչ եք կարծում, ով ինչ ուզում իր անում է, զատիկը նորմալ է նշել, իհարկե զատիկ նորմալ չեն, այսինքն մոտավորապես մի 300-400 տարի է դա, այդ 300-400 տարի ոչ մի նորմալ զատիկ չեն նշում, մոտավորապես մի 400 տարի թագավորների ժամանակ է լինում, Սամվելի ժամանակ է նորմալ զատիկ նշում, հետո նորմալ զատիկ նշում են Հովսյա թագավորի ժամանակ, հետո 8 տարեկան որ տարավ թագավոր, Եզեկիայի ժամանակ նորմալ, բայց մի ամիս ուշացում, այսինքն մի բան են չէ։ Դուք պատկերացնեք մենք մատների վրա ենք հաշվում Աստվածաշնչում, զատիկը որ Աստծո ժողովուրդը որ ամեն տարի պետք է նշել, դա ոնց է կատարվում։ Թագավորներից հետո հայտնվում են Բաբելոնի գերությունը պարզ է, որ տաճար չկա, բան չկա, առավել ևս չէին կարող նորմալ զատիկ նշել, ինչ է ստացվում։ Պատկերացնում եք, տասնամյակներ, հարյուրամյակներ, նույնիսկ դարեր նորմալ զատիկ չեն նշել։ Մենք մատների վրա ենք հաշվում, այսինքն Եգիպտոսից դուրս գալուց Սամվել մարգարեի օրերում, Հովսեա թագավորի օրերում, Եզրասի օրերում, մենք էլ արդեն դրա համար արդեն իրանք միատոն էին ասում այդքան, զատիկ ու բաղարջ միասին էին ասում։ Ահա թե ոնց է առաջացել այս միասնությունը։ Հաջորդ հանգամանքը, որ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, ինչու տեղի մասին չի ասում։ Հարցնում են, որտեղ ես կամենում քեզ համար զատիկը պատրաստեմ որտեղ։ Գնացեք ես ինչի մոտ, ես ինչի գիտեին աշակերտները ով է, ինչի մենք չգիտենք ով է։ Հանգարում հենց ավելի շատ չեմ կարող իրեն անջատ երաշնանջան, սենց ասում եմ չեմ իմ բոլորիս է հանգարում։ Ինչու է տեղը անհայտ։ Չեք փորձել իմանալ որտեղ է։ Ես դա քրքիր չի ժողովուրդ։ Ոնց չէ։ Գրված է ավետարանում։ Այդ ճիշտ ես ասում, բայց ինչի հանելուկ մնաց այդտեղ։ Գնա պատրաստ, գնացեք պատրաստեք այնտեղ, այս ինչ մարդի մոտ, այդ ինչ կարելի է մի անգամից ասել է դա։ Աշակերտները գիտեն, մենք գիտենք, թե չգիտենք։ Այո, մենք այս պահի ինչ որ վերնատուն, այդքանը գիտենք։ Իսկ որտեղ այդ վերնատունը, հետո այդ տանն ապրում։ Չի ասում, ճասպա, չի գնացեք, որտեղ գնացեք, այս ինչի մոտ, հետո այդ ինչ է։ Ձեզ դեն առաջադրեմ, բարձր այս ինչը ով է։ Գրված է ավետարանում։ Որ ավետարանի շտա դրա մասին հիշատակում եք, քիչ դուք պետք է փնտրեք։ Սա ուզում եք ես անեմ։ Լավ, հաջորդ հաղորդությանը կամ տրամադրվեք հաջորդ հաղորդությանը, կամ եթե ուզում եք շուտ իմանալ, սկսեք ավետարանները կապված։ Նո, պետք չի, հնարամիտ դինեք շեշտ կխտեք, բացում եք ենտեղերը, որտեղ զատիկ անտրիկն է։ Հենց որ ընդամենը 2-3 գլուխ եք ամեն ավետարանից կարտալու, շատ բան չեք կարտալու, բայց դենց պետք է, որ դուք կարտալ։ Այո, մի քիչ է շարժում եք ուղեղն էլ, պարզապես այս ուղղությամբ էլ մի քիչ ավելի ակտիվ լինում, այնպես որ դերված է։ Դու ավելի շատ լսես, բայց հետո կգտնես, որտեղ էլի հարցեր լինի տանուգնարը չեմ, ու չէ պետք է գտնես այդ մեկը բաս կթվաս։ Բայց ճիշտ կռայեցիք, այո, վերնատաններ, դրա մասին գործ առաքելուց գրքում է դա հիշատակվում։ Հիշում եք Պետրոս Արաքյանը, որ ազատվեց հրեշտակի կողմից բանտից ուր գնաց։ Ինչ որ մեկի տան, հենց այդտեղ են նշել են զատիկ, որովհետև իրանց այս ինչը, արդեն իրանք գիտեն հետով այդ ինչը,
Հա, շատ բարի։ Շատ բարի։ Դե բք ճոքնեմ այդ դետունները։ Դա անուններ ա տալիս, ովքեր են անունները, հաջորդ ընթրիքը մասնակցելու ժամանակ արդեն դուք իմանաք ավելի մանրամասն։ Եվ այլն եւ այլն։ Ուրեմն, ինչ պետք է անեն զատիկը պատրաստելիս։ Ոնց պետք է զատիկը պատրաստել, կասեք ինձ։ Սպասի։ Ոնց են զատիկը պատրաստում ժողովուրդ։ Խնդրեմ անուշ։ Գարդ պիտի, ինչ գարդ է դա։ Մի տարեկան, անարատ, արու, այսա կարևոր բան է։ Հաջորդը էլ ինչ պետք է անենք։ Քսել պետք չէ, մի անգամ քսել են հերիք, հալի արդեն պետք չէ։ Եվ մենք պետք է ամբողջ Թե խորովում էին ամբողջությամբ, այսինքն չեն ջարդում, չեն փոքում ոտքը եւ այլն եւ այլն։ Հետո էլ ինչ են պատրաստում, բացի գարը։ Հացն արդեն թխած ուրեմն դարը խոտերը, շատ բարի։ Մենք հետո կտեսնենք, որ սեղանին նաև դրված էր ինչ-որ մի տեսակ սնունդ, որի մասին մենք ոչ միտեղ չենք կարդում։ Որ ասպա պատարը, որ թաթախ են տան, ինչի մեջ թաթախեց Հիսուսը աղի մեջ, յուղի մեջ, սոուսի մեջ ինչ-որ, չէ աղ չէ։ Հովանու ավետարանում հարցնում է, ով է այն մարդը, ասմա պատարը, բացեք Հովանես ավետարան, 19 գլուխ, անգամերև 18 չի, 13 Պատարը թաց կանեմ և նրան կտամ, աղը թաց չի լինի, ինչ-որ հեղուկ այրելով, մատուցիկ ինչ-որ մի բաները։ 13 գլուխ ժողով, դետեական չի ես պահին, քիչ հետո կանդրադառնամ դայրանից ինչան ներկայացրել։ Դուք ուշադրություն դարձրեք հոգևոր խրատներ, ով է զատիկը պատրաստում Հիսուսի համար։ Աշակերտները, դուք ձեզ աշակերտ համարում եք։ Շատ լավ։ Հիսուսը հիմա ինչով է զբաղված, ըստ Հովանես ավետարան 14 գլխի։ Գնում եմ, այստեղ մենք պատրաստեցինք Հիսուսի համար, այնտեղ ով է պատրաստում։ Նախքան երկինք մտնելը, մենք պետք է տեղ պատրաստենք Հիսուսի համար, այդ տեղը որտեղ է։ Ամեն, մեր սրտերում։ Եթե այստեղ Հիսուս չեղավ, ընդեղ ինձ համար պատրաստված տեղ չեղավ։ Իսկ ես չեմ ճանաչում կասեմ։ Ես պետք է տեղ պատրաստեմ Հիսուսի համար, առաջինը ես պետք է անեմ, որտեղ ինքը ամեն ինչ ինձ համար արել է։ Ասեք մի բան, որ չի արել ինձ համար, փրկության կապված։ Ամեն ինչ արել է, փրկվելը ավելի հեշտ է կամ չփրկվելը գիտեք, չէ՞։ Այսօր որ ուզում ես դու չփրկվես, շատ դժվար է։ Աստված ամեն ինչ անում է, որ դու ուզում ես ինչքան իրան հետ սերանում ես, այնքան ինքը գույտեղից գալիս է։ Ամեն ինչ անում է քեզ փրկելու համար։ Փրկվելը ավելի հեշտ է, քան կորչելը։ Հավոր փախտեմ, ամեն տեղ գալու ես հետևիցս, ամեն ինչ անելու ես իմ փրկելու համար։ Մի մարդ, որ 3-4 անգամ քեզ մերժ ինչ կանես։ Ես էլ զալա չեմ գնում, վсё։ Պողոս Արաքյալյան ինչ կասեի, ոտեր ես թափ եմ տալի գնամ հետադոստերի մեջ։ Գնաց, չգնաց, որտեղ ասվածասա դեռ շատ մարդիկ ունեմ ես քաղաքում։ Հիմա մենք տեղ պատրաստենք Հիսուսի համար, որ այնտեղը, որ Հիսուսը պատրաստում է, ես էլ տեղ ունենամ, այնտեղ ոչ թե ես անում եմ, որպեսի լինի, այլ Հիսուսը ճանաչելու է նրանց, ում սրտում ինքը կբնակվի։ Հակառակ դեպքում մենք կլինենք օտար մարդիկ։ Հետաքրքիր է, որ զատիկը, երբ որ իրան կանոն են, մենք էլ ունենք, չէ, այնակ հայկական օջախները կամ հայկական ավանդույթների մեջ կան որոշակի սովորույթներ, որոնք ունեն իրենց հաջորդականությունը։ Օրինակ, երբ որ հարսանիք են անում, ծնունդ են անում, կամ էլ սքո արարող, կամ ինչ-որ ծես։ Մի խոսքով, երբ որ մարդիկ հավաքվում են, այդ արարողակարգերը ունեն հաջորդականություն։ Առաջի բաժակը խմում ենք բարով տնամուկ են անցում, չէ, տնողենը երրորդ։ Ծնողները երրորդը։ Երկրորդը տվյալ հոբելյար կլի կամ սքվոր կլի նրա հիշատակը։
Երրորդը նոր ծնողները, չորրորդը վերջը, չգիտեմ, բոլոր հերթականությունները երրորդը գիտեմ։ Դրանից հետո չգիտեմ, չի արել, չի ձեռնվել, դեպատ արարողակարգեր անցկացնելու, սքո արարողություններ անց եմ կացրել։ Երրորդից հետո ասեմ, շո, հավաքվեք գնացեք արդեն։ Չնայած դեռ մարդիկ հուշում են եղել 7-8 մինչև գնում ես արդեն, բայց տարբեր տեղեր, տարբեր ձևով է։ Բայց ամեն դեպքում քադակ բեր է տակը։ Ամեն դեպքում դա չի կարևորը, ուզեմ շեշտադրեմ նրա վրա, որ զատեկի արարողակարգը նույնպես եղել է հաջորդականություն, ոչ թե պարզապես հավաքվենք, մի կտոր միս տվեք, մի կտոր հաց տվեք, ուտենք գնացինք, վերկացան գնացինք, չէ, դա եղել է արարողակարգ, հանդիսավոր ինչ-որ արարողություն, որը ունի հաջորդականություն։ Հիմա ես կասեմ հաջորդականությունը որն է, երբ որ հավաքվում են, ընտանիքի գլխավորը հենց առաջուց, նախքան սեղան կնստեն, վերցնում է բաժակը և ասում է օրհնության խոսքեր, Աստծուն օրհնության խոսքեր է ասում, հետո տեղի է ունենում ձեռքերի և ոտքերի լվացում, երբ որ մենք կարդում ենք Ավետարանը Մատթեոսի 26 գլուխը, դուք նկատում եք, որ այնտեղ այդ արարողակարգը չկար, ինչի մասին է ասում, որ դա արդեն անցել են իրանք, իսկ մեկ այլ ավետարանում այնքան մանրամասն է ասում, հենց սկզբից է սկսում ասել, որ դուք կնկատեք և օրհնության խոսքերը, և ոտնալվան, և էլի արարողությունները, որ տեղի են ունենում։ Հետո սկսում է սեղանի պատրաստումը, այսինքն գաղն են դնում բաղարջը, դարախոտը կամ խառը կանաչեղենը, և այն, որ ասում է պատարը կթաթախեմ, դա կոչվում է հատուկ սոուս, դա ամենավերջինը, որը կամ դեսերտ, մեր լեզվով ասած, դա վերջում էին օգտագործում։ Այդ ամենից հետո սեղանի ղեկավարը կամ տան ավագը երկրորդ բաժակն է դնում և ազատագրման մասին է պատմում։ Ինչ ազատագրման։ Եգիպտոսից դուրս գալու մասին, որ մենք եղել ենք ստրուկ և այլ, մեր կարգավիճակը ինչպիսին է եղել, հիմա մենք ինչպիսին ենք։ Ազատագրման, ասկը բացատրում ազատիկի նշանակությունը։ Ի սկզբանե, որտեղից է եկել, դուք նկատում եք արմատին է գնում անմիջապես։ Հետո սկսում են երգեր երգել։ Սաղմոս 113-ը և 114-ը ձեզ մոտ կարող նշեք։ Դրանք զատկական ընթրիքի սաղմոսներ։ Հենց այդ սաղմոսները իրանք երգում են։ Հետո սկսում են ուտել ընթրիքը և տան գլխավորը բաղարջը կտրում է ու բաժանում է ներկաներին և ուտում են գավի միսը դրա հետ միասին։ Երրորդ բաժակն է արդեն պետք է բարձրացնում։ 4 բաժակ են իրանք օգտագործում, 4 բաժակ են խմում այդ անթթխմորգինուց։ Հիմա մենք հասանք երրորդ բաժակին։ Երրորդ բաժակը դա փրկագնման բաժակն է։ Հիշում եք Հիսուսն ինչ է ասում։ Երբ որ բարձրացնում է բաժակը։ Այս բաժակը նորուխտն է իմ արյունովը, որ թափվում է ձեր մեղքերի թողության համար, դա երրորդ բաժակն, այսինքն երրորդ բաժակը ոնց է կոչվում, փրկագնման, ինչից փրկագնման, մեղքերից, Հիսուսը արդեն ուխտը թարմացրեց, նշանակությունը ավելի կարևորեց դրա փրկագնման բաժակը, որից հետո, եթե տանը լինում են փոքրեր, կատարվում է մի արարողություն, տան մեծը այդ բաղարջից մի կտոր պահում է, մենք ոնց ենք ասում դրան, երբ որ գաթի մեջ են դնում կոպեիք կամ նշխարք կամ չգիտեմ ոնց են ասում, խսմաթը, հա, ապես, ու մնգավ նրան մի նվեր են տալիս, հիմա տան մեծը մի հատ բաղարջի կտոր է մի տեղ պահում և երեխաներն ասում ման եկեք քթեք, խաղ է դա, երեխաները սկսում են խաղալ, տունը ժխոր, լխոր, մի խոսքով սկսում մանգալը, ով գտնում է, իհարկե նրա համար հատուկ նվեր է պատրաստված լինում և այդ գտնողին ինչ-որ նվեր են տալիս։ Դա իրանց լեզվով կոչվում է աֆիկամա, իհարկե սա մեզ բան չի ասվում և որից հետո սկսում են ուտել դեսերտը, այդ որ թաթախվում է, հացը որ թաթախվում են, պատկերացնեք այդ հացը քաշում է այդ հեղուկը համ է տալիս դա և այդ համով ուտելիք է դա դեսերտ է կոչվում։
Հետո խմում է 4-րդ բաժակը, 4-րդ բաժակն է բարձրացում, դա արդեն փառաբանության բաժակն է։ Սաղմոս 115-ից 118 է այդտեղ։ Դա փառաբանական 115, 116, 117, 118 փառաբանական սաղմոսն է։ Երբ որ կարդում ենք Ավետարան Մատթեոսի հենց 21 համարից, եւ նրանք ուտելից ասում են ճշմարիտ, ասում են ձեզանից մեկը ինձ կմատնի։ Ուշադրություն եք դարձնում, այսինքն օրհնության խոսքերը այստեղ անցյալը առաջի բաժակից հետո տեղի ունենում իրադարձությունները, որովհետև այստեղ արդեն չեն խոսում նույնիսկ ոտքեր լվալու եւ ձեռքեր լվալու արարողության մասին։ Հիսուսը գիտեր, որ ով է իրան մատնելու։ Իհարկե Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը գիտեր, ով է իրան մատնելու։ Գիտեք, առաջինը ում ոտքերը լվաց Հիսուսը։ Հենց մատնողի ոտքերն են Հիսուսն լվաց։ Գիտեք, երբ որ Հիսուսն ասում է ձեզանից մեկը կմատնի, հարց որ բարձրացրին աշակերտները, որն է։ Միթե ես եմ, դա մենք Հովանու ավետարանում ենք։ Այդ ամենը տեսնում։ Հետո բան չասեմ։ Պետրոսը ակնարկում է Հովանեսին, որ պարզի թե ով է։ Ինչը չէր կարել հարցնում։ Կարար չէին հարցնում, բայց չի ասում դու ասա։ Մարդա մեջ գցում Պետրոսը։ Ուրիշ միջոցով է ուզում իմանալ։ Ուրիշ որն ասա ուն մարդիկ է։ Պետրոսը Հովանեսին ակնարկում է հարցրու ով է։ Հովանեսն ասում է ով է վարդապետ, ասում է պատարա որ թաթախեմ, ունտան նայ։ Ինչու իրանք չհասկացան ինչապես որ նայ։ Շատ պարզ է, չէ՞։ Մենք որ կարդում ենք պարզ չի, ինչու իրանք չհասկացան։ Որից հետո չի շարունակում են, միթե ես եմ, միթե ես։ Ինչի չհասկացան։ Ոնց որ դուք ինձ մի բան հարցնեք, ես ասում եմ Ժողովուրդ ջան, մեկը ստեղից լրտեսը, դուք ասեք ով ասեմ, հենց ով առաջինը դուրս եկավ նայում։ Պարզած դրանով առաջին, պարզ չի Ժողովուրդ ջան։ Բայց չգես ինչու մենք չենք հասկանում, չգես ինչու այդ 11-ը չհասկացա։ Ինչի չպատկերացին, ճիշտ ես ասում, բայց այնքան պարզ է ասում է ում որ թաթախեն, այս գրիչը ում տամ նայա։ Всё, պարզ է Ժողովուրդ, բայց չգես ինչու բոլորը չմտածեցին այդ ուղղությամբ, որովհետև այդ ադաթի մեջ մենք մի հատ կարևոր արարողություն կա, որ պետք է դա հասկանանք, եթե դա հասկանում ենք, պարզ է ինչու նրանք չհասկացան։ Եթե տան գլխավորը թաթախում է հացը այդ սոուսի մեջ եւ տալիս է ինչ-որ մեկի, դա համարվում է ամենապատվավոր մարդը դու ես եւ այս ամբողջ արարողությունը քեզ համար է։ Դու ամենագլխավորն ես ուստեղ։ Դրա համար երբ որ Հիսուսը տատախ տալիս է, ում դու ամենագլխավորն ես, ոնց կարել իրանց մտածելակերպով դեռ քանի որ իրանք լավ չեն պատկերացնում Աստծո բնավորությունը, իսկ Աստծո բնավորությունը ամենահետինի համար էլ Աստված պատրաստ է կյանքը տալու։ Այդ ամենահետինն էլ որ Հուդան դարձավ այդ պայն մատնիչ, Աստված դարձրեց ամենակարևորը։ Դրա համար նրանք չհասկացան, որովհետև իրանց համար անհասկանալի է, ոնց կարելի է նման բան անել մատնիչի համար։ Որովհետև իրանք դա չեն անի։ Դրա համար չհասկացան Ժողովուրդ ջան։ Անցանք առաջ։ Քսաներկու համար, 26 գոհ։ Նրանց ամեն մեկը սկսեց ասել. միթե ես եմ։ Հուդան հասկացավ, ինչ տեղի ունեցավ, որ մատնիչ ինքը գիտի, որ ինքն է, եւ ինքը հասկացավ, որ Հիսուսն էլ գիտի, որ ինքն է մատնիչը։ Երբ որ Հիսուսն ասում է, ինչ որ անում ես, շուտով արա, ասում է դուրս եկավ եւ գնաց։ Եվ գիտեք հաջորդ բառը ինչ ասում Հովհաննես ավետարանը չէ։ Եվ խավարեր։ Ուր գնաց Հուդան։ Հուդան ուր գնաց հարցիս պատասխան։ Խավար։ Իսկ որտեղից գնաց։ Աստծո մոտից Ժողովուրդ ջան։ Երբեմն մենք մտածում ենք, որ այնտեղ մեզ ինչ-որ մի հաջողություն է սպասում, որովհետև գործարք ունենք, 30 արծաթ են տալու, հեսա գործներս լավանալու է, պաշտոն են տալու, դիպլոմ են տալու, գովերքելու են մեզ, խրախուսելու են մեզ, բայց ուր գնաց Հուդան։ Պատահական բառ չի ասում ավետարանիչը,
խավար, դա խավար է։ Այդ մեր աչքերին են դրանք փայլում, բայց դա իրականում խավար է։ Աստծո մոտից հեռանալ ցանկացած ուղի, դա խավար է։ Աստծո մոտից գնաց, ուր ես գնում։ Եվ մենք լույս ենք ման գալիս, ինչ որտեղ է եւ այդ լույսը այդպես է չեն գտնում, սա կյանքում ման գալիս։ Մենք մտածում ենք մեր երեխեքի համար կարիերա S, ուր են այսօր։ Այսօր ամենաբարդ խնդիրներից մեկը աշխարհում, երբ որ խոսացնում ես հավատացյալ ծնողներին, իրանց եւ երեխաների փոխհարաբերությունները եւ երեխաների ընտրության հարցը։ Ոչ թե իրավ երեխաների կյանքում ինչ են ընտրում։ Եվ մեծ մասը նեղված է այդ վիճակից, խավար։ Գնում են խավար։ Մենք մտածում են հակները լավ են հակնվում, փորները կուշտա եւ մեքենա ունեն։ Ձեզ է հետաքրքիր, կներեք աշխարհում բոլորն են դա է հետաքրքիր, դեպքում նրանց տարբերությունը որն է։ Ասեք ինձ։ Որն է իմ եւ նրանց տարբերությունը, որ ես եկեղեցի եմ գալիս։ Ինչու՞։ Կներեք երբեմն դա կարելի է անվանել խաղ։ Երբեմն դա կարելի է անվանել դերասանություն, թատրոն, թե ինչ չի ժողովուրդ ջան, ես չեմ ասում դուք լավ եք կամ ճիշտ հասկացեք, մենք ունենք այդ խնդիրը այսօր, մենք բախվում ենք այդ խնդիրի հետ, որովհետև ժամանակին պետք է ամեն ինչ անել ճիշտ ձևով, որպեսզի այսօր չբախվենք, դա չի մեր օգուտը ժողովուրդ ջան, ով իրան լավ հացել, բոլորն են ուզում այնպես, անկան այնց ով է այդ մարդը ինքը իր երեխու վատը չի ուզի, ուզենա իր երեխան լավ աշխատանք ունենա, ուզենա իր երեխան լավ ընտանիք ունենա, ուզենա իր երեխան ապահովված լինի, որ ծնողը նորմալ մարդկանց մասին է խոսքը, դա չի ուզում, կասեք ինձ։ Աննորմալ կլի, որ դες բան չուզենա, բոլոր նորմալ ծնողները դա ուզում են, իսկ աստվածավախ ծնողը ինչ կուզենա, դե ինձ ասեք։ Որ իր երեխան ուսուցել Առաջինը կխնդրել Աստծո արքայությունն ու արդարությունը, որովհետև այն մնացածը Աստված խոստացել է ես կտամ։ Ես չեմ ասում պետք չի մտածել, որ երեխան աշխատանք չունենա։ Ես չեմ ասում երբեք չպետք է մտածել նրա կրթության մասին։ Այո, կրթիր երեխային, դա դա պետք է մտածել։ Պետք է անհանգստանալ նրա ապագայի համար, որովհետև ծնողները այն որ օժիտ են դնում կամ փող են հավաքում իրանց երեխու համար եւ այլ կտակ լավ տենց ասել։ Ժառանգություն։ Դա նորմալ է ժողովուրդ ջան։ Բայց առաջի հերթը հայրը երբեք չէր մտածում 15-րդ գլուխ Ղուկաս ավետարանում թե իր երեխան ինչ պետք է ուտի, որտեղ ինքը սաղ ապահովել է։ Ինքը մտածում էր իր երեխու փրկության մասին ու ամեն օր աչքը ճամփին սպասում էր։ Ու երբ որ եկավ, ինքը գնաց ընդառաջ։ Կորած էր, գտնվեցավ։ Իսկ ժողովուրդ ջան կարևորը, որ կոր չկորեն իրանք։ Երբեմն ես միշտ մտածում եմ կան մարդիկ, որ ասում են ես առանց իմ օրինակ կնոջ ամուսնու կամ երեխու չեմ ուզում երկնքի հարկով զարմանում եմ ոնց եմ ասում, բայց հետո սկսել եմ հասկանալ, այո դա շատ դժվար է, դա շատ դժվար բան է, ճիշտ է, որ դինես այլ կերպով դուք ընդունես դա, բայց այս վիճակում շատ դժվար բան է, բայց ինչ ենք մենք անում։ Բայց ինչ եմ այսօր անում իր փրկության համար։ Եթե մենակ իր աստամուքսի համար եմ մտածում, ինչքան ողորմելի եմ, ինչքան նաև ողորմելի է այստեղ Հուդան։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ ասում սեղանը նստեց։ Այդ ինչ սեղան էր։ Քանի մետր էր սեղանը։ Լայնությունը, բարձրությունը, երկարությունը։ Նստած է։ Նստած, ասում սեղանը նստեց։ Պետք է ասել գետի նստեց։ Պետք է այո այդպես ասել, բայց քանի որ իրանք ասում են սեղան նստեց, մենք պետք է սովորենք, մենք պետք է տարբերենք մշակույթը։ Մեր մշակույթի մեջ սեղան սա է համարվում, որտեղ աթոռներ են դնում եւ նստում։ Լեոնարդո դա Վինչին էլ հիշում եք ընթրիքը, որ նկարել է։ Մի հատ մեծ սեղան է եւ 12-ը Հիսուսի կողքը, Հիսուսը կենտրոնում է։ Մենք սեղան տենց ենք պատկերել, եվրոպական մտածելակերպ։ Բայց ասիական մտածելակերպում կամ Պաղեստինի մտածելակերպում սեղանը դա չէր։ Նրանց ամենաբարձր սեղանը մոտավորապես մի 15-20 սանտի է գետնից բարձր։ Սեղանը էդ է, եւ աթոռ իրանք չեն ունեցել։ Իրանք գետնին են նստել, եւ ոչ այդ նստել են ավելի շատ եղել են կիսապարկած։ Այսինքն վիճակը։ Այսինքն պատկերացնում 10 կողմար մոտավորապես էս դահլիճ է պետք։
Մենք դες սեղան նստենք այս դահլիճում 60 հոգի մարդ կտեղավորենք, իսկ իրանք չեն կարող այդքան մարդ տեղավորեն, որովհետև սեղանը եղել է կենտրոնում երկար եւ իրանք այդպես կամ այդ սեղանը կարող լուսնաձև կամ օվալաձև, ինչ որ մի ձև լինում է։ Իրանք 4-ի կողմը։ Հիմա դուք պատկերացնում եք մենք այդպես հենված, կարելի է ասել ամբողջ քմարմինը մինիմում 1.5 տարածություն։ Ապրես ամենքի ոտերը ինչ որ մեկի գլխի մոտ է հայտնվում։ Հիմա դուք պատկերացնում եք, եթե հանկարծ այդ ոտքերը չլվանան։ Իսկ այն ժամանակ կոշիկ չէր դա մարդկանց սակին, կաշմես սանդալներ ու բաց վիճակում։ Ու պաղես նշած շոքա։ Մի փոքր ոտդ քրտես դուս եկա փողոցն ասֆալտ չի։ Այդ փոշին աղազն է։ Կես ժամը բավականա որ քվոտները փոշոտվի։ Եվ ինչ եք կարծում օրվա կեսորից հետո արդեն դեպի իրիկնադեն։ Ինչպիսի ոտքեր կրներ։ Սարսափելի ոտքեր կրներ։ Դրա համար ոչ ոք չէր անում դա։ Ինչն է խանգարում որ իրար ոտքեր լվանան։ Իրանք լավ գիտեն այդ արարողակարգը, որ պետք է ոտքեր լվանան, ինչի՞ չէ։ Հապարտություն, ոնց թե ես։ Իսկ Տերը ինչ արավ։ Իսկ հարցը ձեզ, ով լվաց Հիսուսի ոտքերը, որ աշակերտն է։ Սպաները սիրելի արժեք։ Պետրոս ասում է իծապողջով եք դնում, բայց որ աշակերտը լվաց Հիսուսի ոտքերը։ Բերեք ձեզ չտանջեմ, բացեք ավետարան Մատթեոս 26 գլուխ։ Այն անունի տեղն էլ աստապաց։ Ինչ։ Այն անունի տեղն էլ աստապաց։ Հա, Մարիամի։ 6-րդ համար 26:6 Երբ որ Հիսուսը Բյութանիա էր Սիմոն Բորոդի տանը, նրա մոտ մի կին եկավ, որ մի շիշ ծանրագույն յուղ ուներ։ Ոչ պապիս առաջ։ Դե հենց այդ պայդի հարցը չի։ Բայց փաստացի Հիսուսի ոտքերը լվաց է։ Այո, ուշադրություն դարձրեք։ Իհարկե, սրբի չոր չի սրբել, իր արցունքներով եւ նարդոսի յուղով։ Իդեպ այն յուղը, որ Հիսուսի վրա լցրեցին, այդ յուղը դեն չեն օգտագործում իհարկե, դա շատ թանկարժեք յուղ է, դա մի կաթիլը բավական մի կաթիլ։ Քո վրայից մի շաբաթ այդ հոտը նույնիսկ գցեն լվացքի մեքենա հանեն չէ։ Այդպիսի հոտախմբեր։ Մի շաբաթ մինիմում ինքը պահել է։ Դրա համար Հիսուսին այդ ոտն արցակել։ Հիսուսի կարիք պատրաստեց արդեն հա, ասում իմ թաղման համար։ Դա ամեն դեպքում հետո ուշադրություն դարձրեք Զատիկը երբ նշեց Հիսուսը։ Զատիկի օրը չնշեց Հիսուսը։ Զատիկից մի օր շուտ նշեց։ Զատիկի օրը երբ էր։ Շաբաթ օրն անկավ այդ օրը։ Շաբաթ օրը անկավ։ Ուրբաթ օր չի։ Սովորաբար իրանք անում էին ապիպի 12-ին։ Շաբաթվա տարբեր ժամանակ տարբեր օրեր կարող ընկնեն, բայց սա անկավ շաբաթ օրը։ Հիսուսը երբ նշեց։ Շաբաթ օրը չնշեց Հիսուսը։